Կան մարդիկ չգիտեն, թե ինչ պոտենցիալ ունեն, իծն են եկեք, ովքեր դիտում են հիմա ինձ, իսկ ավելի գլոբալ ստանալու համար ձեր, իծն է տաղանդը, որն է պոտենցիալը, առաքելությունը, որն է, որ դուք այս աշխարհում պետք է բացեք դա ձեր մեջ, ձեր սիրած աշխատանքով զբաղվեք, ձեր միսիան կատարեք եւ գնալ, եկեք հարց ուղենք։ Հարց ուղում եք եւ ես սկսում եմ կանխատեսել, ձեզ բացատրել մի քիչ մանրամասն եւ այլը։ Եթե կլինի ինչ որ կիսատ բան ձեզ համար, կարող եք դիմել ավելի գլոբալ իմանալու ձեր մասին, թե ձեր տոհմի մասին, նախկինում ով եք եղել, ինչ եք եղել եւ ինչ ծրագրեր ունեք դուք այսօր կատարելու։ Կարող եք ինձ գտնել իմ ուրեմն WhatsApp եւ Telegram կանալի, ուրեմն համարներով +374 93 40 45 37 եւ այսպես գնացինք, կլինի երկրորդ մաս նաեւ, որպես մի քիչ գլոբալ դուք ձեզ հասկանաք, ամեն մեկին չի 50-50, նայած մարդու մոտ սա կարող է համընկնել, նայած մարդու մոտ ոչ։ Եվ այսպես հարցը ուղում եք, որն է ձեր պոտենցիալը այս աշխարհում, իծն է, որը ձեզ տված է, միսիան, ինչ առաքինություն, եւ ես անցնում եմ կանխատեսման։ Որն է ձեր ծրագիրը, ովքեր ուղղել են հարցը այս աշխարհում, պոտենցիալը, որը դուք ձեր մեջ պետք է բացեք։ Շատ հետաքրքիր քարտ է դուրս եկել, այսինքն իծն է ձեզ տրված է Երոֆանտ քարտը, ինչի մասին է այն խոսում։ Մենք այստեղ տեսնում ենք Երոֆանտ քարտը, այսինքն այս արկանի տերը, ով հարցը ուղղել է, դուք պետք է ունենաք ներքին ցանկությունը ձեր գիտելիքի ճշմարտություն սովորելու եւ իմաստություն ձեռք բերելու համար։ Այստեղ ձեզ պետք է դուք զարգացնեք ձեր ինքնավստահությունը, հետևեք ընդունված ձեր ավանդույթներին։ Ինչն է այստեղ ձեր համար կարևոր, գտնեք սկզբունքներ, զարգացման պետք է ենթարկեք, այսինքն քարտ խոսում է ձեր ամբողջ փորձը իր միջոցով անցնելու զարգացման եւ ճանաչման երկար եւ դժվարին ճանապարհ։ Հենց այս զարգացման միջոցով է, որ դու անվերապահորեն կամ քեզ անվերապահորեն կարող են վստահել, եւ քո ձեռք բերված գիտելիքները չպետք է խախտեք ոչ մի կանոն, չպետք է կատարեք որևէ սխալ ուղի, որովհետև սա է ձեր ուղին, այսինքն ուսուցիչներ, վանականներ, ձեր հոգու առաջադրանքը, եթե